Մարզային ակտիվ ու ստեղծարար երիտասարդները կրկին Երևանում են։ Արդեն 4-րդ տարին հզոր համայնք նախաձեռնությունը հարթակ է տրամադրում կրթության և մյուս ոլորտների 150 փորձագետի, գործարարի ու նոր սերնդի միջև երկխոսության համար։ Մեկօրյա հանդիպմանը ոչ միայն գիտելիքներ են ձեռք բերում, այլև հաստատում կապեր համայնքային զարգացման ծրագրերի իրագործման համար։ 20 թվականին սկսել էինք գյուղեր այցելել, օրինակ ասենք Թալին համայնքում համախմբում էինք բոլոր Թալինի համայնքի երիտասարդներին եւ հարակից համայնքներից էին գալիս մարդիկ, ու հետո տենց այլ համայնքում իրականացրեցինք ու միտք ծագեց, որ մեկ օր Երևանում հավաքենք նաեւ այլ համայնքներից, օրինակ Տավուշից, Սյունիքից։ Նախորդ 3 հզոր համայնքներն արդեն արդյունք են տվել։ Նելին Գեղարքունիքի արձվանիստից է։ Ասում է համայնքի զարգացումը բերում է երկրի զարգացմանը։ Այս տարիների ծանոթություններն ու գիտելիքները գործի է դրել ու գյուղի կյանքը ակտիվացրել։ Այդ միջոցառումների ժամանակ էլի գործ ենք դրել մեր կապերը։ Հրավիրել ենք մեր ընկերներին, ավագ ընկերներին, հյուրերին, ովքեր էլի եկել ու փորձել են իրենց մաքսիմալը տալ մարզեցի երեխաներին։ Արդյունքում երեխաներ շատ ոգևորված սկսել են համայնքում ինչ-որ գործերով զբաղվել, դրանք լինեն համայնքի զարգացմանը կամ իրենց զարգացմանը նպատակաուղղված քայլերով։ Ըստ Դավիթ Մկոյանի մարզաբնակ երեխաները շատ հաճախ դուրս են մնում երևանյան ակտիվ իրադարձություններից, եւ այս հարթակում նրանք հնարավորություն են ունենում ծանոթանալու ոչ միայն կրթության միտումներին, այլև մեր օրերում հաջողության հասած անհատներին։ Տեսնում են մարդկանց, ում իրանք միայն հեռուստացույցով են տեսնում կամ համացանցերով են տեսնում, իսկ այսօր հնարավորություն են ունենում գան այդ մարդկանց տեսնեն, շոշափեն, հարցեր տան, հասկանան իրանք ոնց են սկսել իրան ճանապարհ, ինչ սխալներ են արել, որ իրանք չկրկնեն, եւ երեխաները շատ են ոգևորվում դրանից, տեսնելով, որ շատ իրենց պատկերացած հաջողած մարդիկ սիրով պատրաստ են իրենց փորձն ու գիտելիքը փոխանցել հաջորդ սերունդին, ինչը շատ կարևոր է նոր սերունդին էլ ավելի առաջ տանելու համար։ Ինքնաճանաչման, անձնային աճի, մշակույթի, մասնագիտական կողմնորոշման, մեդիա գրագիտության ու շատ այլ կարևոր թեմաներով զեկույցներ լսելուց հետո ազատ շփման ընթացքում խոսնակներից ստանում են հետաքրքրող բոլոր հարցերի պատասխանները, վախերի հաղթահարումից մինչև դժվար իրավիճակներից դուրս գալու վերաբերյալ։ Կրթության մասին ենք միշտ զրուցում երեխաների հետ, կրթության կարևորության եւ մեթոդների, թե ինչպեսի մեթոդներ կան, որ ավելի լավ սովորես, ավելի արագ սովորես եւ նաեւ աշխարհում ինչ տենդենսներ կա, որ պետք է դրանց հետեւել եւ նաեւ շատ հաճախ զրուցում ենք երեխաների հետ առաջնորդության մասին, որ շատ երեխաներ գիտեն այդ ունակությունը, տաղանդը ունեն, բայց ուշադրություն չդարձնելու արդյունքում հետագայում մասնագիտությունը սխալ են ընտրում եւ մեծ հաջողություններ չեն գրանցում։ Եվ կարևորելով շարունակական ինքնակրթությունն ու զարգացումը սեփական ուժերին հավատալը, խոսնակները երիտասարդությանը հորդորում են։ Ես ինքս շատ եմ սիրում գրքեր կարդալ եւ նաեւ խրախուսում եմ մյուսներին, որովհետեւ գրքերի մեջ տարիներով կուտակված փորձ եւ գիտելիք կա։ Իսկ այսօրվա իրականության մեջ առաջ գնալու համար պետք է օգտվել ուրիշների կուտակած փորձից եւ գիտելիքից եւ խրախուսում չվախենալ սխալվելուց։ Հաճախ հասարակությունում շատ է փորձվում ճնշվել, կանխվել սխալը, ինչ անխուսափելի է առաջ գնալու համար, մեծ բաներ անելու համար։ Միջոցառումից հետո նախաձեռնության հարթակներով երիտասարդները շփվում են եւ համատեղ նախագծեր իրականացնում, խոսնակներից էլ մենթոր ընտրում։ Ունեմ շատ ընկերներ տարբեր մարզերից, ստացել եմ նոր գիտելիքներ, ամեն անգամ մոտիվացնում եմ եւ մոտիվացվում եմ, եւ ինչպես մեր հզոր մտքում ենք շատ ասում, հզորացիր ու հզորացրու։ Ես էլ հետևում եմ այդ կարգախոսին։ Ավանդույթի համաձայն հզոր համայնքն ավարտվեց ազգային 2 պարով։ Ծաղկանուշ Միրզոյան, լուրեր։